Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հանրային ռադիո խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Հարցս ուղղել եմ նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներին։ Թրամփը Իրանի հետ գործակցող երկրների համար 25% մաքսատուրք է սահմանել։ Ինչպես եք պատկերացնում սրա ազդեցությունը Հայաստանի վրա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ասեցին, որ այս խնդիրը կարող է լուծվել Հայաստանի բալանսավորված քաղաքականության արդյունքում, եւ նաև Եվրոպայի խորհուրդը նոր զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է Հայաստանում աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրների եւ բազմաթիվ խնդիրներ եւ անհամապատասխանություններ է արձանագրել բոլոր կետերով։ Ես կխնդրեմ նաեւ ձեր ընդհանուր մեկնաբանությունը եւ կարծիքը սրա մասին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ինչ վերաբերում է 25%-անցի 25% թուրքերին, նայեք, իրականում բալանսավորված քաղաքականություն չի բալանսավորված քաղաքականության հետ կապ չունի։ Իրականում պետք է ընդունենք իրողությունն է։ Աշխարհը այլևս այն չափանիշներով ու արժեչափերով, որ գործել է, եւ այն կլիշեները, որով Միացյալ Նահանգների հեգեմոնիան տարիներ շարունակ եղել է, եւ այս իշխանությունները, որ մտածում են, որ մեր երկրի անվտանգության գլխավոր երաշխավորությունը ժողովրդավարությունը իբր թե դրանով աշխարհում ճակատը բաց կներկայանան, այլևս այդպես չէ։ Ես խորհուրդ կտամ ընթերցել մի 2 օր առաջ է կարծեմ եղել Դավոսում կանադայի վարչապետի ելույթ։ Լուրջ քաղաքական գնահատականներով ելույթ աշխարհում այսօր տեղի ունեցող զարգացումներ, որտեղ օրենքները այլևս չկան։ Ինչ վերաբերվում է դա դեռ վերջնական չի, որովհետև այդ լարվածությունը վերիվարումները Միացյալ Նահանգների եւ Իրանի մեջ բարբերաբար են կրկնում։ Աշխատանքի իրավունք։ Շատ շնորհակալ եմ այդ հարցի համար, շատ լսում էի բրիֆինգը, շատ կարևոր էր, որ նման հատկապես հարցերին մեր, այսպես ասեմ, 4-րդ իշխանությունը ուշադրություն դարձնի։ Դες ոքի շատ կարճ ասեմ, որ Դաշնակցությունը ժամանակին հիմնադրել էր Հերեր Մարուխյան հիմնադրամ եւ տարիներ շարունակ այդ հիմնադրամում գործում էր աշխատանքի իրավունքների պաշտպանության գրասենյակ, որը հիմա էլ է գործում։ Դες ասեմ, որ հարյուրավոր իրավունքների ոտնահարման դեպքեր էր, որ արձանագրում էր եւ փաստաբանները, որոնք ծառայություն էին մատուցում, բազմաթիվ մեր հայրենակիցների իրավունքները հետո դատարաններում էին պաշտպանում ու շատերը նաեւ այդ իրավունքները շահել են։ Գիտեք, ինքը շատ խորքային է, հատկապես ինձ համար, որպես դաշնակցական, որպես սոցիալիստ մարդու համար, որովհետև համատարած ոտնահարումը իրավունքների, համատարած ոտնահարում, ամեն քայլափոխի է։ Մենք միգուցե չենք էլ նկատում, միգուցե այս օրերին, որ բոլորս դժգոհում ենք, որ Երևանի քաղաքապետարանը վատ է աշխատում եւ իրոք վատ է աշխատում, մայթերը սառցակալած են եւ այլն, մենք չենք էլ նկատում, որ այսպես ասեմ, այդ PR-ի համար Սառնամանիքին ցանկացած ժամի քաղաքապետարանը շատ ցածր վարձատրվող հարյուրավոր մեր հայրենակիցների այդ սանիտարա մաքրության այդ ծառայության հանում է այդ Սառնամանիքին փողոցները նկարում է որպեսզի ցույց տա թե ինչպիսի ջանասիրությամբ է քաղաքապետարանը մաքրում Երևանի փողոցները եւ բոլոր ոլորտներում է վարձատրությունից սկսած պարզ աշխատանքային ժամեր հազար ու մի տեսակ խնդիրներ եւ այստեղ կուզեմ մի հատ կարեւոր մի բան, որ զեկուցում վստահաբար չկա, բայց կուզեմ մի աշխատանքային իրավունքի եւ ընդհանրապես իրավունքների ոտնահարման մի այլ աղմկահարույց փաստ ասեմ։ Խոսքը վերաբերում է պետական համակարգի աշխատողներին, խոսքը վերաբերում է կրթական հաստատությունների, առողջապահական հաստատությունների աշխատողներին, խոսքը վերաբերում է ոստիկանության հազարավոր ծառայողների, որոնց լոկ Փաշինյանի կամակորության համար ամեն կիրակի հանուն գցում են փողոցները, ամեն կիրակի այս համայնքից այն համայնք տանում են կեղծ պատարակների, մարդիկ շաբաթներով հանգստյան օրից զրկվում են, որովհետև պետք է բավարարեն Նիկոլ Փաշինյանի անձնական քինախնդրությունները։
Նայեք, շատերը քաղաքի կենտրոնում եք աշխատում ձեր խմբագրությունները։ Մի հատ կառավարության երկու մասնաշենքերի միջև այդ այգում նայեք ամեն օր 24 ժամ տասնյակ հարյուրավոր ոստիկաններ սոված ծառավ նստած են։ Հիմա միգուցե հավելավճար են տալիս նրան, բայց կրկնում եմ 24 ժամ հարյուրավոր ոստիկաններ սոված ծառավ նստած են։ Իհարկե ուժային համակարգում մարմինությունների իրավունքները շատ ավելի սահմանափակ են, բայց կրկնում եմ, փաստեր են, որ հատիկ միգուցե մենք առօրյա մեր կյանքում չենք նկատում, բայց դրանց հանրագումարն է, որ ի վերջո Հայաստանը սոցիալական պետություն է, սահմանադրական նորմը իրականության հետ կապ չունի։